Բարի օր ժողովուրդ ջան։ Ուրեմն համացանցում հանդիպում եմ այսօր ենք ասել, այսքան սպանություն, այսքան են, բան, պարտակադար է եւ այլն։ Ոչ մի բան չի փոխվել այդ առումով, որովհետեւ դուք ընդամենը հիմա տեղեկացված եք։ Այսինքն գոյություն ունի համացանց, որտեղ դուք այդ ամեն ինչը միանգամից տեսնում եք հավաքական, ու ձեզ թվում է թե հա էլի, եսի ինչ է կատարվում։ Ստատիստիկան, որ նայում ես, տարեկան 48, 50, 52 մարդ սպանություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, սկսված Սերժի թվերից մինչև հիմա։ Նույն ստատիստիկան է։ Ուղղակի ժամանակին, երբ որ մարդիկ կորում էին, չէին գրանցվում էլի որպես սպանված։ Հա, պրոստը իրենց հետքը կորում էր։ Մի օր զարթնում էր, տենում էր չկար։ Իրանք չէին գրանցվում որպես սպանված։ Դրա համար էլ ձեզ թվում է թե հա էլի, հիմա շատ է։ Կամ էլ Ռուսաստանի Դաշնությունից էր գալիս գրուզ 200 ամեն օր, որը Հայաստանի Հանրապետությունում չէր գրանցվում որպես սպանված, գրանցվում էր որպես մահացած։ Ու նորից հանդիպում եմ 3 նյութի, գրած է այսօր ենք հասել, երեխեքը իրար են ծեծում դպրոցում, տղեն տղույացեցել, դաժե աղջիկայացեցել։ Ուրեմն ես ձեզ ասեմ, որ պետք չի էլի դնել ձեզ ինչ-որ սրբերի տեղ, չեմ հավատա կյանքում, որ դաժե սովետի ժամանակ ձեր դպրոցներում ձեզ ջարդ չի եղել մեկը մյուսի մեջ։ Ես մի քիչ իմ կյանքից կպատմեմ։ Մի փոքր, որպեսի փաստեմ, որ սովետի ժամանակ էլ նման բան եղել, ու ես հին մարդ եմ էլի, մի նայեք այս էֆեկտով դեմքին, ես համարյա 50 տարեկան եմ, ես սովետի ժամանակ դպրոցում եմ սովորել, ես սպորտով եմ զբաղվել, ու ես փոքրուց էլ տանել չեմ կարողացել անարդարությունը, փոքրուց չեմ կարողացել տանել, երբ որ թույլին ճնշում են, դա իմ համար սարսափելի մի երևույթ է եղել, ու սովետի ժամանակ դպրոցներում բան այդ ամեն ինչ եղել, անենց որ չգաք հանգարց, ասեք չի բա, տենց բան չի եղել։ Սովետի ժամանակ ես ինքս դպրոցում 5 տարի եմ ծեծել։ Ինչի համար, որովհետև մտածում էին աղջիկ եմ, նոր է եկել այդ դպրոց ու մտածում էին հեսա կիշխեն կամ ինչ-որ մի բան, տեսնում էին չէր ստացվում, աստիճաններից բարձրանալուց կացով խփեցին հետևից։ Ու ուտեղ իրանք թքեցին։ Իրանք տեղյակ չէին, որ ես սպորտով եմ զբաղվում, որ ես կարող պատահի իրանց այնց նխշեմ, որ իրանց մամաները իրանց չճանաչի։ Այնպես որ այն ժամանակ էլ եղել նման բաներ։ 9-րդ թե 10-րդ դասարան էի, այնպես ստացվեց, որ 2 աղջկա ծեծեցի, այո, որովհետև էլի բուլինգի էին ենթարկում, մի հատ թույլ աղջկա, որը գեր էր։ Հիմա, էսի պրոստը օրինակներ եմ բերում, բայց մի հելեք, իսուր ենք ասել, իրար ծեծում են, հա, բան չասեցի, արդեն պետք է թարգենք, արդեն պետք է մարդիկ հասկանան, որ կարևորը խոսելն է, սովորեն խոսել, պայմանավորվել եւ այլն։ Բայց դե լինում են դեպքեր, որ այդ խոսելը բացատրելը չի անցնում, պրովոկացիաներ են անում, այնպես որ կողքից միայն դիտել ու սենց քննադատել, վայ, այսօր ենք ասե չէ, ամեն մի սիտուացիա իր պատմությունն ունի, ու պետք է խորանալ, մի հատ հասկանալ, արմատը որտեղ է նստած, արմատը տանն է նստած, հասկանում եք, արմատը տնից է գալիս, նախ առաջինը, իսկ դպրոցը գեստապո չի, այսի պետք է մենք հասկանանք, ու ընդհանրապես դպրոցը ստեղ ինչ կապ ունի, այդ երեխեքը ընտանիքներից են դուրս գալիս, ձեր նման ընտանիքներից, տանը պետք է երեխային բացատրեն, որ դիմացինը պարտավոր չի իրա նման լինի, իրա տեսքն ունենա, իրա նման աչքեր ունենա, ունքեր ունենա, չեմ անում, մարմին ունենա, այս հոգեբանական պրոցեսը, որ ծնողը պետք է իր երեխու հետ տանի, այդ կուլտուրա մեր մոտ չկա, մինչև հիմա մեր համացանցում կարող են գրել down, մինչև հիմա, որտեղ ծնողը չի բացատրել, որ down-ը դա ապուշ չի, դա մի այլ աշխարհի մարդիկ են, ու չի կարելի այդ բառը օգտագործել վիրավորելու համար, տարական բան եմ ասում, այնպես որ ժողովուրդ, այն ինչ որ մենք հիմա համացանցում, հավաքական, շատ արագ տեսնում ենք, դա չի նշանակում, որ բան է փոխվել այդ առումով, ոչ, երեխաների չարությունը, եթե նա կա, եթե երեխայի մեջ կա չարություն, նա շատ վտանգավոր է, այնպես որ այդ չարությունը դպրոցը չի տալիս, այդ չարությունը տնից է գալիս, մեկը կարա շատ լավ սովորի, մեկը կարա չհասցնի, այսինքն ինքը այլ ուղեղ ունի, չի նշանակում, որ ինքը դեբիլ է, դա նշանակում է, որ իր ուղեղը այլ կերպ է մտածում, ինքը ավելի շատ նկարիչ է, հասկանում եք, չէ, ստեղծագործող է, այդ զուբրիտները, այդ անգիրները, այդ պատմությունը, մաթեմատիկայը իր ուղեղի համար չի, այսինքն ինքը ուրիշ է, այդքան բան, բայց կան երեխաներ, որ բուլինգի են ենթարկում,
Կա երեխա, որ շատ բարի է, իրան էշի տեղ են դնում։ Կա այս երևույթները կա։ Ու չհերքեք։ Մեկը կարա ֆիզկուլտի ժամանակ, այն որ ասում է խզարի, իսկ մյուսը կարա այդ հարցում թույլ լինի։ Ասենք վախենա թռնի այդ բանի բարձությունից թռնի կամ այդ թելով բարձան, ասենք վախ կա այդ մարդու մեջ։ Ու սկսվում է բոլինգը, որտեվ դա դաստիարակությունից է գալիս, դա տնից է գալիս։ Իհարկե ուսուցիչը այստեղ մեծ դերակատարը, մեծ դեր ունի։ Օրինակ մեր դպրոցում կար տենց խնդիր մեր դասարանում, տարական դասարաններում, բայց երբ մենք տեղափոխվեցինք, արդեն մեր դասղեկը փոխվեց, տղամարդ դասղեկ էր, չոտքի դրեց տեղը։ Բոլորին։ Բան չասեցի, դպրոցից էլ է կախված, բայց մասամբ այս խնդիրը արմատը տնից է գալիս։ Ու մի պատճառ էլ կա, որի մասին չեմ կարա չխոսեմ։ Այն որ մենք փոքրուց դաստիարակում ենք ինչ որ մի պետության, ինչ որ մի երկրի, ինչ որ մի ժողովրդի նկատմամբ ատելություն, այդ ատելությունը, որ մենք ներմուծում ենք երեխայի մեջ, այդ ատելությունը ինքը էներգիա է, ինքը ինչ որ միտեղ պետք է կիրառվի։ Ինքը չի կարող հանգործ մնա։ Դա նորմալ է։ Ու եթե չկա ինչ որ մի հատ պատճառ, որ դա կիրառի, ինքը ստեղծում է այդ պատճառը, որպեսզի կիրառի այդ ատելությունը, որտեղ դա պետք է դուրս գա։ Ու ես ընդհանրապես գտնում եմ, որ մեր ժողովրդին ու հարևան պետության ժողովուրդներին բոլորին էլ պետք է դպրոցներում լինեն հոգեբաններ ու հոգեբանական դասընթացներ։ Գոնե ամիսը մի անգամ, գոնե, չգիտեմ, շաբաթը մի անգամ, որ այս երեխեքի հոգեբանությունը, չգիտեմ, մտածելակերպը մի քիչ փոխվի։ Որովհետև չկա տենց ազգ, որ կարաս վերցնես դնես, ասես իսի ամենալավն է, իսի վատն է։ Գույություն չունի։ Իսկ մեր հայության մեջ դի, չգիտեմ, այն դոշին խփած են բրոշկի նման տանում են, թե մենք ամենալավն ենք։ Ու սա բերում է շատ մեծ խնդիրների։ Հոգեբանները կփաստեն։ Եթե մի մարդ մտածում է, որ ինքը ամենան է, ուրեմն ինքը մտածում է, որ իր հետ սենց չի կարելի։ Ու հանկարծ մեկը շփոթվեց, всё, այդտեղ սկսվում է մարդաբոյը։ Հասկացեք։ Սա միայն մեր ազգի խնդիրը չի։ Լիքը ազգեր կար շրջապատում, որ նույն կարծիքի են իրանց մասին, որ իրանք ամենան են։ Ու սա միայն անմակարդակ լինելու պատճառն է։ Գիտակցության անմակարդակ լինելու մասին է խոսքս։ Հասկանալու։ Հենց որ իզուր մի էլի վերցրեք, ասեք, վայ, այսօր ենք ասել մեր դպրոցներում երեխեքը իրար են ծեծում։ Դուք էլ մի հատ հիշեք, էլի բանակում ինչեր է կատարվում։ Կարող է այդ բանակում են դառնում այդ տեսակը։ Ոչ, այդ տեսակով գնում են բանակ։ Մեկը մյուսին բուլինգի են ենթարկում, իշխում, օգտագործում։ Ու էսի նորմալ չի։ Առավել եւս որ մենք քիչ ենք, մեկս մյուսից նկատմամբ պետք է շատ հոգատար լինենք, որպեսզի պահպանենք հայ լինելը, պահպանենք հայ ժողովրդին, պահպանենք որպես ժողովուրդ, որպես ինքնություն, մեկս մյուսից նկատմամբ շատ հոգատար պետք է լինենք, բայց եկեք տեսեք բանակում ինչեր է կատարվել։ Ու էդի սովետից եկած ծնողներն են դաստիարակել այդ երեխեքին ուղարկել բանակ, որ մեկը մյուսի վրա սիգարետ է հանգցրել, ճակատից դրել։ Ինչ կապ ունի դպրոցն է թե բանակն է։ Նույն բանն է, նույն հասարակությունն է։ Կամ հենց հիմա հերու չգնամ։ Ես կոնկրետ այս քաղաքական ուժին եմ, չես հատարում։ Ոչ ԿՊԱ-ական եմ, ոչ պատգամավոր եմ, ոչ պաշտոնյա եմ։ Ոչ մի բան աբսոլյուտն է։ Բայց սատարում եմ այս քաղաքական ուժի դիվանագիտական գաղափարներին։ Ինչ է կատարվում։ Առավոտից իրինքում ինձ գրում են, որ մորթելու են ինձ, ոտերս ուտելու են եւ այլն։ Այդ ատելությունը սերմացած, հիմա դուրս է գալիս իրանց մեջից։ Մի մարդ որ ձեր նման չի մտածում, այդ չի նշանակում, որ դիմացինն է ապուշ։ Կարող է դու ես ապուշ, կարող է դու չես հասկանում։ Բայց մենք պետք է սովորենք մի հատ տարական բան, ընդունել դիմացինին, ոնց որ ինքը կա։ Որովհետև ոչ մեկ պարտավոր չի քո նման լինի։ Ես Խիի Քոչարյանին, Սամվելին, Դոդին սատարողներին ոչ մի բառ չեմ կպցնում։ Մենակ ակնհայտ արդեն փաստացի ծախվածներին կարող է կպնեմ։ Խի իրանց սատարողներին չեմ կպնում։ Որովհետև ես գտնում եմ, որ իրանք պարտավոր չեն իմ նման մտածեն։ Իրանց ուղեղն էլ այդքանն է հասկանում։ Բայց իրանք ինձ են ապոշի տեղ դնում, որովհետև իմ ասածը չեն ըմբռնում, չեն հասկանում։ Այստեղ էլ սկսվում է մարդաբոյը, որովհետև հարգանք չկա մեկը մյուսի նկատմամբ։ Ու դա փոքրուց է գալիս, ընտանիքից է գալիս, որովհետև ամեն երկրորդ, երրորդ, չորրորդ ընտանիքը որ վերցնես, մերը նստած ասում է, վայ, լսրա տեսքը, վայ, դրա զանավեսկիքը, այս երևույթը կա։ Նույնն է տղամարդը, կարա նստի իր երեխեքի մոտ, ինչ որ մի հատ տղամարդու քննադատի, ու սա երեխան տեսնում է գուկի նման վերցնում է, համարում է դա նորմալ երևույթ։ Էնպես որ մի ասեք, հայ, հարայ, այսօր ենք հասել, դա նոր բան չի, ասեմ ավելին, հիմա լը մի քիչ դզվում է, մի քիչ
Ժողովուրդը դուս ունես անում, մակարդակա տեսնում եւ այլն, այդ սովետի տակից էլ քիչ դուս են գալիս։ Հուսամ, որ իմ ազգը իրոք այդ առումով կփոխվի։ Ժողովուրդ ջան, քիչ ենք։ Պետք է մեկս մյուսից նկատմամբ հարգալից լինենք, փայփայենք, որպեսզի մեր ինքնությունը, որպես հայ ազգ, չվերանանք, էլի գնանք։ Այսքանը։